ավանդույթ կա, որոշ հատվածներ եմ ընթերցում գրքից։ Մի պատար գտա կեսից, հիմա միասին կընթերցենք, ուսամ ճանապարհին երթևեկության մեջ հաճելի կլինի որոշակի դրվագներ արդալ, եթե դեռ չունեք գիրք, ընկերներ, գիտեք, sold out, հա։ Նոր խմբականակի քայլեր ենք ձեռնարկում։ Ես շատ շնորհակալ եմ եւ երախտապարտ մեր հավատարիմ ունկնդիրներին, որ բավականին ակտիվորեն շատ բուրըն կերպով պատվիրեցին գիրքը, եւ հիմա նոր խմբականակի վրա ենք աշխատում, անգամ առաջարկներ կա գիրքը թարգմանելու անգլերեն եւ ռուսերեն, որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, բայց ես կարծում եմ գիրքը ինչ որ առումով նաեւ քանի որ ինքը հայի մասին է, հայ մարդու մերօրյա մարդու մասին է, շատ ողջունելի կլինի, որ մեր հայրենակիցները կարդան ամեն դեպքում հայերենով, բայց գիտես, հայ ճակատագիրը տարբեր է, այսպիսով զարմանալի էվոլյուցիա ենք ապրել, բավականին զարմանալի, ասում են, որ շատ տարիներ առաջ, երբ դեռ ազգեր չկային, այլ պարզապես ցեղեր էին, ցեղեր, ովքեր ապրում էին բարձրադիր լեռներում, այն լեռներում, որոնք դեռ հայկական լեռնաշխարհ էլ անգամ չէին կոչվում, ապրում էին երկու ցեղեր, արմենները եւ կարմենները։ Այս արմենները, ինչպես ասում էր մարդամեկը, որց տղեկ էին։ Սա 5 տարի առաջ եմ գրել, Աստված իմ, 5 տարի առաջ։ Որց տղեկ էին։ Մամոնտին գետնին զարկող, բեզուարյան այծերին մատների վրա խաղացնող, այ մարդ, ես ինչ ձևի մարդիկ էին սրանք, իրար հետ թև թիկունք, որսի ավարը հավասար կիսող, իրար զորավիկ, ով որսի հանկարծ չեր գնում էր դաշտ, հատապտուղ էր հավաքում, տփում լարում էին իրեն շարքերից, մեղադրելով ղզիկության մեջ, այտենց տղեկ էին, սպիտակ ձի էին քշում, ու սազները ձեռքներին բարձր երաժշտություն էին տնկտնգացնում, անցնում էին նանարների քարանձավների մոտով եւ ձիու խրխինջը մինչեւ վերջ զլում էին արմենները։ Այդպիսով պահում պահպանվում էր ապագայի ճշտի թագավորությունը։ Իսկ ահա կարմենները շատ yamanն էին։ Գիշերը ժամը 11-ից հետո կարճ թզի տերևները հագնում էին եւ գնում էին կենտրոնի քարանձավների մոտ, տղմուտ գետի աչափին կանգնում էին եւ ի ցույց էին դնում իրենց մարմար մարմինները։ Այս երանելի կարմենները հիմնականում անգործ էին, գետի ձախ ափին կանգնում էին այնքան, մինչև որ մի հատ հիմար որց սպիտակ ձիով գար ու կուտը ուտեր ու միասին գնային մի տեղ, ցանկալի է տեղաշոր։ Արմենները շատ էին խուսափում այդ կարմինների աչուկներից, որովհետև գիտեին, որ հեռավոր 1869 թվին հայոց այգիները մի լավ պտուղ են տալու եւ լորվա դսեղում ծնվելու է մի հրաշք մանուկ, որը հետո պիտի ասի, ինչը կհաղթի հերոսին, եթե չլինի կինն ու գինին։ Դա ի սկզբանե որոշված էր։ Բայց դե սեռական հասունացումից եւ հորմոնալ դիսբալանսից հետո ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ։ Սուրբ Վալենտինյան մի օր Վլե անունով արմենների ցեղից մի որց հարձակվեց կարմենների վրա ու ողջ գիշերը պղծեց այդ չնաշխարհիկ գենը։ Խնձորի ծառի տակին այնպիսի մի իրարանցում եղավ, որ ծառի վրա էլ խնձոր չմնաց, որ Ադամը ուտի կամ ընկնի Նյուտոնի գլխին։ Արդյունքում Ադամը ուրիշ խնձոր կերավ, բայց դա արդեն բոլորովին ուրիշ պատմությունն է։ Ճշտի թագավորությունը ճաքեց սերաքաղց ներդրումների արդյունքում դարեր անց, երբ խմբերը ցեղեր դարձան, իսկ ցեղերը ազգեր, մեզանից ոմանք իրենց նախնիներից որպես հայրական կտակ ստացել են չարաբաստիկ ԴՆԹ-ի պղծված այդ պարույրը Y քրոմոսոմի տեսքով եւ արդյունքում իրենց վարք ու բարքով, քայլ ու ձևով, անգամ ձայնով եւ բարամթերքով արդարացնում են գենի ուժը։ Իդեպ այս կասկածելի վարկածի հեղինակը երջանկահիշատակ Նելսոն Ածելյանն էր, ում տեսությունը ինչ խոսք, արդարամտության տարբեր տարրեր է պարունակում։
Այլապես ինչպես է բացատրվում այն երևույթը, որ մեր մեջ այսքան տարբեր եւ իրարամերժ հայեր են ապրում։ Հնարավոր է արդյոք նույն հողից ու ջրից ծերվածները այսքան տարբեր լինեն, այսքան այլախոհ, այսքան ամեն ինչով տարբեր։ Բայց մյուս կողմից, ցավոք, հասարակությունը չի կարող միայն հպարտություն առաջացնող անհատներ ունենալ։ Ոչ մի հասարակությունում այդպես չէ։ Ամեն ազգ ունի իր անբարոյականների, անբարտավանների, հանցագործության, անգրագիտության, հաշմանդամության եւ հանճարության տոկոսը։ Մենք երրորդ ռեյխը չենք, որ սկսենք զննել եւ զտել մեր հասարակությունը, սակայն մյուս կողմից մեր մեջ ապրում են մարդիկ, ովքեր դեռ Հիտլեր ու Ստալին են գովում։ Ես դες մարդկանց ճանաչում եմ։ Իսկապես այդպես է։ Գիտեք, որն է այդ ամենի պատճառը։ Մեծ հաշվով, եթե մի բառի մեջ փորձեմ տեղակայել ամբողջ այդ հասկացողությունը, մի բառով դա անգրագիտության հետևանք է։ Եթե նյութի բովանդակությանը ծանոթ չես, խորապես չես հասկանում դրա ամբողջությունը, բնականաբար մակերեսային կարծիք ես հայտնում, որից եփած հավի ծիծաղ է գալիս։ Ասենք օրինակ, այդպիսի դատարկագլուխը կարող է ասել, որ օրինակ Հիտլերը հայրենասեր տղա էր, կռվում էր, կռված տղա էր, բանակ էր գնացել, քաղբանտարկյալ էր, արվեստագետ էր, նկարիչ էր, որ երկիրը իր հզորացրեց, բանակը հզորացրեց, ծննդավայրը ազատագրեց, երկիրը մեծացրեց, հետո ծովից ծով գրավեց, իսկ հետո չհամակերպեց պարտության հետ, գնաց տղավարի իրան խփեց, որց տղայա, կասեն անգրագետները։ Մոտավորապես այսպես են մտածում շատ շատերը։ Ասեն, օրինակ միջին կրթության դոտ գլուխ պաթոս ջատագովը տենց կասի։ Իդեպ, եթե մտքովդ մեկի անունը հանկարծ անցավ, ապա դա լոկ զուգատիպություն է։ Կարծում եմ հասկանում եք, որ նման տրամաբանությամբ պատմության մասին խորհել պարզապես չի կարելի։ Պարզվում է, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր հանգում են եզրակացության, իսկ մարդիկ էլ կան պարզապես հանգում են։ Անարդար է, չէ՞։ Գուցե, բայց այդ մարդն է հորինել արդարության եւ անարդարության ձևակերպումը։ Բնության մեջ արդար ու չարդար բան պարզապես չկա։ Ամեն ինչ օրինաչափության մեջ է։ Ինչն է արդար մեր կյանքում։ Պատմության ընթացքը, հասարակական դիրքը, արատավոր երեխաների գոյությունը, անօգնական ծերերի հոգեվարքը, առողջ եւ քաջ տղամարդկանց վաղաժամ անհասկանալի մահը, թե աննպատակ հարբեցող ձրիակեր թմրամոլների խոր ծերությունը։ Որն է արդար այս պարագայում։ Իդեպ, շարունակելով արդարության թեման, խաչակրած արշավանքներ արդար, երբ արաբներին կատաղացրեցին, գցեցինք մեր ջանին, ջանս, քեզ սիրում եմ, այդ երգի ներքո։ Եվ այդ բոլորը Հռոմի պապ կոչեցյալը արեց։ Մի օր արթնացավ ու որոշեց, որ պիտի Երուսաղեմը ազատագրի, որի հետևանքով եղավ տասնամյակների արյունահեղությունը։ Այ քեզ մարազմ, ծերունական։ Եվ այդ կոչվածը իհարկե Աստծո անունով էր, չէ՞ խոսում։ Աստծո խոսքն էր տարածում, Աստծո արտակարգ եւ լիազոր դեսպանն էր, ասում էր՝ մի սպանի, մի գողացի, սիրի մերձավորիդ ինչպես քեզ, սիրեք մի կշտացեք։ Հռոմի պապի անունը կարծեմ Ուրբան էր։ Այ քեզ ուռո գլուխ ուրբանիզացիա։ Կամ մենք ծովից ծով վիճակից որ դարձան գետից գետ, դա է արդար։ Երազում ենք Արևմտյան Հայաստանի մասին, որ գոնե լճից լիճ դառնանք եւ չեն գիտակցում անգամ, որ տարածքները աստիճանաբար Քուրդիստան են դառնում մեր աչքի առաջ ու Արարատը եթե այսպես շարունակվի, հաստատ վերջում քրդերից են կուզելու։ Մենք հայերը սիրում ենք կրկնել, թե խելացի եւ բնությունից օժտված ժողովուրդ ենք։ Աշխարհին տվել ենք բազում տաղանդավոր անուններ։ Ամենաշատը սիրում ենք համեմատվել հրեաների հետ, ովքեր իրենց ընդհանուր թվի համեմասնությամբ կարծեմ աշխարհի ամենաշատ Նոբելյան մրցանակներ տված ժողովուրդն ենք։ Մի խոսքով մենք հպարտանում ենք մեր գենով։ Ոմանց մոտ հայի գենի մասին առասպելական պատումները պաթոլոգիայի մակարդակին են, բայց որքանով է սա ճիշտ։ Ստեղից անցնում եմ, ստե գիտական մի հատ բան, ստե չեմ կարդալու այսքան։ Ստեղից անցնեմ։ Ահա, այստեղ։ Օրինակ հաշվել եք վերջին 100 տարվա ընթացքում քանի պետականաշինական ուղղություն ենք մենք ունեցել։ Եվ բնավ կարևոր չի այն, որ ոչ մեկում հաղթանակ չենք տոնել, բայց եկեք հաշվենք։ Կարևորը մասնակցությունն է։ Այսպիսով
Ժամանակավոր կառավարություն Թիֆլիսում։ Առիթը եկավ, պահը հասունացավ, հայեր ջան դուխով երկի կոնցեպտի ներքո հեռավոր 1918 թվականին Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ինչ տարածքով, ում պատվերով, ում ճնշմամբ, ում հերոսությամբ, ինչ աշխարհագրական չափանիշներով, դա բոլորովին այլ հարց է, դա կքննարկենք առանձին։ Ես թողնում եմ պատմաբանների ուսումնասիրությանը, որպեսզի իրար մի լավ գզեն պրստենք դրանցից։ Մենակ Հայաստանում եմ տեսել նույն թեմայի շուրջ 5 պատմաբան իրարամերժ կարծիքներ արտահայտեն։ Եթե պատմաբանները գլուխ չեն հանում, այս խեղճ ու կրակ ժողովուրդը ոնց հասկանա թե ինչ ա եղել, այ քեզ բան։ Ամեն դեպքում մոտ 8 դար պետության երես չտեսած պատմական հայրենիքում ճորտի պես ապրելուց հետո, կեղեքվելուց, բռնաբարվելուց, թալանվելուց ու ցեղասպանվելուց հետո որոշեցինք դեմոկրատական երկիր սարքել։ Այ քեզ բան։ Ու ամենահետաքրքիրը այն է, որ դեմոկրատիայից, ժողովրդավարությունից էր խոսում այն կազմակերպությունը, ովքեր զենքի վրա էին երթվում եւ իրենց հետ չհամաձայնողներին ծոծրակից դրկկազնում էին։ Էդ էր։ Թե քանի հոգու գլուխ կերան դրանք հստակ թիվ չկա։ Բայց ամենավատը այն է, որ դրկկացնելուց գոնե ազնիվ ու արդար մարդկանց չդրկկացնեին այդ անաստվածները, այլ ազգի դավաճաններին ու թշնամիներին։ Ոչ։ Երբեք ոչ, երբեք այդ զենքը չօգտագործեցին իրենց ազգի տականքների դեմ, այլ հակառակը, ազգի տականքների հետ մի քանի անգամ կոալիցիա կազմեցին ու ժպիտները դեմքին ճպցրած, ձիգ ու զգաստ կեցվածքով ստորագրեցին մի քանի հուշագրեր։ 1920 թվական, պետականաշինության հերթական քայլն ենք անում, բոլորովին այլ, մարդկությանը անհայտ քայլ, չլսված ու չտեսնված մի քայլ, բայց ըստ էության չարիք ազգովի հանձնվեցինք բոլշևիկներին ու սկսեցինք կառուցել սոցիալիզմ։ Հոյդային ասեցինք հայդե, երկիրը ծախեցինք բոլշևիկներին ու ինչպես հայտնի դերասանական անձնակազմ է ֆիլմում ասում, փողերը հավաքեցինք, փախանք հայդե Փարիզ։ Գիտեք, դրանք ինչու փախան Ֆրանսիա։ Ասեմ, որովհետև այնտեղ սուրճը նուրբ եւ էսթետիկ են ըմբում, իսկ մեզ մոտ ֆրթստում են։ Դրա համար է փախան։ Դեմոկրատիան դորդուբեշ արեցինք, ինչպես ասում էին, մարդկային արժանապատվությունն ու բարոյականությունը ապահովեցինք, հիմա էլ սոցիալիզմ են կառուցում, լսրանց խելքը նայի։ Շատ լավ, այնքան ջանասիրաբար տրվեցինք այդ կարմիր եղբայրությանը, որ ռուսները Քեմալա բոլշևիկյան մերձեցում կազմակերպեցին եւ իրենց հաճույքաճղտիկությունից առփած թուրքերին հանձնեցին Կարսի ողջ մասը, Արարատը, Սուրմալուի գավառը ու էլի շատ ու շատ շրջաններ, իսկ Արցախն ու Նախիջևանը տվեցին կովկասյան թաթարներին, այն թաթարներին, ովքեր դեռ մի 3-4-5 տարի ունեին, որ կոչվեին ադրբեջանցի, սրիկակ եղբեր։ Այդ չեք։ Այդ տղա գրնո, միացտե արի։ Տեսեք, լավ, վերադառնանք մեր պետականաշությանը։ Սոցիալիզմ ասելով խաղացինք, խնացինք, իսկ կոմունիզմը մնաց փորներումս, այն որ ասում են Մուրազը փորդ մնա այդ տրամաբանության մեջ։ Եվ ահա եկավ 1991 թվականը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին սկսվեց նոր փուլ։ Ասեցինք բավ է, հոգնեցինք, եկեք մի քիչ էլ դեմոկրատիա խաղանք։ Ու այդ մտավորականներից մեկը չասեց, այ ընկեր, դուք ուր, դեմոկրատիան ուր, դուք կյանքում ընտրության չեք մասնակցել։ Հենա, դարասկզբին տեսանք ձեր դեմոկրատիայի արդյունքները, որ մինչև հիմա խելքները գլուխներից չի գալի, նորից եք ուզում ընկնեք այդ ամեն ինչի մեջ։ Ընդհանրապես, որ շատ խորանանք, մեր երկիրը մտավորականներն են քանդել։ Ես դրանում վաղուց եմ համոզվել։ Իրենց անհեռատեսությամբ, իրենց պաթոսով, այ բալամ, ձեզ մի քիչ խնայեք էլի, ավելի ճիշտ մեզ։ Այդ մտավորականներից ոմանք ցելակցեցին 91 թվականին ու որոշեցին, որ Լևոնը փակում է։ Մնացածը պահկվում են։ Լևոնն էլ, ով որ ի սկզբանե դեմ էր դաշնակներին, ասեց. «Կարմիր, գույն ունեցողը թող դուրս գա, թող դուրս գա»։ Ու սա դուրս եկան, կեսը Ամերիկա, կեսը Ֆրանսիա, կեսը չգիտեմ ուր։
Դուրս եկան, ով ինչպես կարողացավ, տունը ծախում էին, դուրս էին գալի, տունը փոխանակում էին ավիատոմսի հետ, դուրս էին գալիս։ Ու սկսվեց ճակերտավոր հաղթանակների ժամանակաշրջանը։ Գրողը ձեզ տանի ձեր հաղթանակներով։ Իդեպ, այս հարցի շուրջ էլ մենք մեր կյանքի ընթացքում դժվար թե ընդհանուր հայտարարի գանք, դա հաղթանակ էր թե չէ։ 90-ականները վերջապես հաղթանակների տարիներ էին, թե մութ ու ցուրտի։ Պատմաբաններ են ասելու մեզնից հետո, մենք չենք տեսնելու դրա վերջը։ Ու մինչև կփորձենք հասկանալ, մինել 90-ականների վերջ, աղվեսն եկավ։ Էս սառնիմն է, էս ծառնիմն է, էս ով է եկել տիրացել թաքուն, ու եղավ այն ինչ եղավ։ Անհայտ ուժերը, շատ անհայտ, հոկտեմբերի 27-ին իշխանության դեմ ոճ իրականացրեցին եւ համբարեցին ողջ պետությունը։ Ու արդեն 4-րդ անգամ որոշեցինք, որ լրիվ ուրիշ ձևով պիտի ապրենք, բոլորովին այլ հասկացողությունների մեջ։ Առաջինը հրաժարական տվեց, եկավ երկրորդը, որն էլ այդպես էլ չհամակերպվեց իր երկրորդության հետ։ Իսկ երբ մարդը ներքին պայքարի մեջ ա լինում, թույն ու թարախը հոգին կապում է։ Քաղաքական այդ մարաթոնի ջատագիրները, ջահակիրները, ում ձեռքներին վառվում էր ռուսական անիծյալ գազը, մարաթոնի վճռորոշ այդ շրջափուլում ընտրեցին գահաժառանգին, ովքեր Մաուգլիի պես մստաբոյ ադնոյ կռովի էին, ու միայն 10 զոհից հետո պարզ դարձավ, որ վերջինս ոչ թե ակտիվ բասկետբոլիստ է, այլ խորամանկ շախմատիստ, շատ խորամանկ, շախ։ Ես կփոխեմ սահմանադրությունը, ես երթվում եմ, որ չեմ հարի ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնին, ու քաղաքական այս պարտիան խաբեբայության փաթաթեցին ժողովրդի վզին, քայլարա մերժիր, մատ, թագավորը մերկ է, ասում էր դասականը, եթե քեզ կարգում են թագավոր, սակայն թագը գլխիդ մեծ է լինում, ապա այն սկզբում ընկնում է աչքերիդ, ու դու ոչինչ չես տեսնում, հետո այն կիչնի ականջներիդ, ու դու ոչինչ չես լսի, իսկ հետո այն սահելով կիչնի շուրթերիդ, ու դու էլ ոչինչ չես կարողանա ասել, եւ ի վերջո այն կիչնի կհասնի կոկորթիդ ու կդառնա պարանոցիդ կապանքը, որից բռնածել քո սեփական ստրուկները, քո ժողովուրդը, ովքեր քայլում էին քո հետ, մահապատժի կտանեն քեզ, եւ դու ամեն ինչ կտեսնես, ամեն ինչ կլսես, ամեն ինչ կկարողանաս ասել, Facebook Live էլ կմտնես, բայց քեզ այլևս ոչ ոք չի լսի, դու էլ ոչինչ էլ չես ունենա ասելու, վերջ, գնացի։ Այսքանը այսօրվա համար, շնորհակալություն բոլորին ուշադրության համար, իմ խելոք ժողովուրդ ամեն ինչ լավ ալինելու չնեղվեք, յոգա ուղեղի համար, հունվարի 16, 2026 թվական կհանդիպենք հաջորդ թողարկմանը, մնացեք Արբյուզիկ ռադիոյի հետ։